Վերջին զանգ հեռուստասերիալում նորից հուզիչ ու լարված զարգացումներ են։ Հավաքի վիճակի վատթարանալուց հետո նրան վիրահատում են։ Կորմարկիչը վիրահատարանից դուրս գալով տեղեկացնում է Վիկտորիային ու Անգելինային, որ ամեն ինչ բարեհաջող է անցել, բայց հիմա կարևոր է, որ հետվիրահատական շրջանը հանգիստ ու առանց նյարդային ցնցումների լինի։ Մայր ու դուստր արցունքներն աչքերում աղոթում են, որ ամեն բան լավ լինի։ Քիչ անց Գորն ու Անգելինան մնում են երկուսով։ Գորը բժշկի ազնվությամբ ասում է այն, ինչ մտքում պահել էր արդեն երկար ժամանակ։ Քո եւ այդ տղայի Հենրիի հարաբերությունները լուրջ վնասում են քո հոր առողջությանը։ Անգելինան ցավով պատասխանում է, որ ես արդեն ընտրություն եմ արել, ընտրել եմ ընտանիքս ու հրաժարվել Հենրիից։ Վիրահատությունից հետո նա մտնում է հոր հիվանդասենյակ, նստում է անկողնու կողքին ու ցավով ասում. «Պապ, հանուն քո առողջության ես զոհաբերել եմ իմ երջանկությունը։ Մեր միջև այլևս ոչինչ չկա»։ Այս ընթացքում Հալալը գնում է հանդիպման Բագրատի հետ, նա հուսահատ է, պատրաստ է ամեն ինչ անել, միայն թե հաշտվի Հենրիի հետ, բայց Բագրատը զարմացած է Հալալի պահվածքից։ Նա հիշեցնում է, որ լավ գումար էր տալիս նրան առաջադրանքներ իրականացնելու համար։ Արդյոք նա այդքան գումարի կարիք է ունեցել, որ համաձայնել է Հենդոյի ու Միքոյի առաջարկին։ Բագրատն էլ չի թաքցնում, որ հիմա ինքն էլ է խառնված, չհասկանալով, թե ինչպես պետք է օգնի նրան դուրս գալ այս պատմությունից։ Հյուրանոցում էլ ճակատագրական հանդիպում է տեղի ունենում։ Հենրին պատահաբար հանդիպում է Ֆրիդային, իր կենսաբանական մորը։ Ֆրիդան նրան տեսնելուն պես հուզվում է, բայց Հենրին նրան պարզ է, չի ճանաչում։ Մորքուր ջան, լավ ես, ինչ է պատահել։ Ֆրիդան հուզվում է, տեսնելով Հենրիին, սկսում է լացել։ Այդ պահին էլ Միքոն ու Հենդոն ծանր սրույցի մեջ են։ Հենդոն ասում է, որ այդ կինը չպետք է մոտենա Հենրիին։ Հենրին միայն մեկ մայր ունի ու դա Աննան է։ Հենդոն ասում է, որ եթե Ֆրիդան համարձակվի մոտենալ Հենրիին, ապա կտեսնի, թե ինչերի է ինքը ընդունակ, բայց այս խոսակցությունը պատահաբար լսում է Ֆայնան։ Նա կանգնած միջանցքում քարանում է։ Նրան սարսափեցնում է պապիկի կոշտ կերպարը, իսկ երբ հասկանում է, թե ինչ լուրջ բաներ են թաքնված այս ընտանիքում, արցունքները լցվում են աչքերը։ Ֆայնալ հասկանում է, որ Աննան Հենրիի մայրը չէ։ Իսկ Հենրին այս ամենից անտեղյակ լինելով ապրում է Անգելինայից հրաժարվելու ցավով։ Նա կարծում է, թե ամեն ինչ վերջացած է, բայց դեռ չգիտի, որ ճակատագիրը նորից ինչ-որ բան է պատրաստում։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Ֆայնան, իմանալով այս կարևոր գաղտնիքը, արդյոք կխոսի Հենրիի հետ ու կասի նրան այդ մասին։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկողնիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Մենք էլ նկարաման ենք մենք խոսքում։ Այսօր։ Դե գնա, նստել ես։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաց գովազդ նման։ Չէ՞ սուր։ Նեժնին նստես սպասում եւ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։ Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլծիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես իրան ուզում եմ։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կրևանում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հադ Կրիշնային։ Կրիշնային։ Չգիտեմ։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ ջնենք։
Հա, սպառվել ենք, բայց ասա որ Ժամը 6:10 ես դեռ Ուր եմ։ ԱԹՎ-ում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայդրությամբ պետք է ասել նոր կրկնեմ առավոտին 9:30 էստեղ եմ, 3:00 и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսենց վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելը իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ։ Ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք։ Ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվեց ժամը 3-ից 3-ը։ 3-ին ու 6-ին ավարտվեց։ Ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, լավ 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ քանը։ Նորմալ։ Մարիա ջան, էս արդարա, որ sense ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց այս պիջակի։ Մի բացի շորերը։ Դա ի՞նչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ Wow. As for now drinking. Շատ։ Չէ, շատ։ Այո։ Կան կարող է։ Մեր նկարահանումները շարունակվում են Մարիա հերոստասերիալի։ Ես ու Թամարիկը sense բարի ադրացիական հարաբերություններով, Ես կասեի սիրով։ սիրով, էկրանից այն կողմ սիրով սիրելի հերոստատիտողներ, այդպես մի դատեք մեզ։ Հա, ինք շատ լավ մամա է։ Ես են դատում Թամարա ջան, շատ։ Շոտ։ Նկարահանման ենք, այս տղեն լացացնում է ինձ։ Սիրում ես ինձ։ Հա? Բախի ես ինձ այդքան լացացնում։ Ոնց որ սենց ուղղան գնում։ Ոնց են գնում։ Ճանապարհիդ նայ, չտանես գլուխս ուտես։ Սերիալը նոր գցած գլուխս ուտես։ Մենք ավարտել ենք այսօրվա մեր նկարահանումները, այս ուշ ժամին